Ժողովուրդ այսօր սկսելու ենք նկարահանումները այս զեյթունի ծառից։ Այսի շատ խորհրդավոր ծառ է։ Այս ծառի հետ կապված շատ հիշողություններ կան։ Լավ կատակ եմ անում, ոչ մի բան չկա, այս պրոստը շենքի կողքի ծառն է, այս։ Դրա համար էստից ենք սկսում։ Նայեք, հետաքրքիր է շատ զեյթունի ծառը պալմայի հետ։ Ուզում եմ ասել պալմայի ծառի հետ։ Չէ՞, ինչքան հետաքրքիր համադրությունը, կամ էլ չէ, բայց երևում է, որ շատ հին ծառ ենք, էդ էլ ասեմ իմանաք։ Իսպանիան ասում են զեյթունի երկիր է, բայց մեկը ասում է Հունաստանն է զեյթունի երկիր, մեկը, չգիտեմ, մի քիչ այդ առումով վիճելի է։ Մի խոսքով, ինչ ասեմ, շարունակենք, հեսա ձեզ հետաքրքիր փաստեր կասեմ ես, մենք Ֆայասի տոնի մեջ ենք էլի, եթե ինչ-որ մեկը չգիտի, ասեմ։ Նայեք, այս Վալենսիայի ինչն եմ սիրում, փողոցի մեջտեղ, այս հենց փողոցի հայաթում, հենց հայաթի մեջտեղ, հենց հայաթ կոչված, պալմանները հենց շախտված, ցփնած հենց պալմանները կներեք բառապաշարիս համար, բայց ուրիշ բառով չի կարելի ասել։ Այդ շատ դուրս գալիս է, նայեք, հենց շենքի կողքը, հենց պատուհանի մեջ է մտնում արդեն, պատուհանից մտնում է ներս, նայեք, մարդկանց բալկոններից կախված։ Մեկը նայ տենա նկարում եմ այսքան իրանց տունը տեղը գբողոքի։ Մի խոսքով ժողովուրդ, Ֆայասն է, Ֆայասի տոնն է։ Հիմա ձեզ կթվա թե տոնը, տարբեր տեղերից մարդիկ գալիս են տոնը, տոնում են եւ այլն, ճիշտ կթվա։ Տարբեր տեղերից նաեւ Իսպանիայի տարբեր քաղաքներից գալիս են Ֆայասն են տոնում։ Տեսեք, շուրջ բոլորս ռուսերեն են խոսում։ Ճիշտ է, գալիս են մարդիկ տոնում են, գալիս են մարդիկ Ֆայասը տեսնելու այդ ինչ բան։ Օխ, որը Այս քիչ էր մնում մի փոքր հայհոյեի, բայց շատ լավ եղավ, ինձ զսպեցի, որովհետև նորից պետք է վիդեո անեի։ Հեռախոսը ձեռքս ընկնում էր ժողովուրդ, հենց կողքներս մեր ու ռուսների արանքում բոմբը տրակեց։ Այսինքն քայլում ես քո համար հանգիստ, եկել պատուհանից մեկը բոմբ է գցում։ Ու սովորական բոմբ չէ, ինչ որ sense բոմբ, հասկանում եք։ Թվում է թե ինչ որ ռազմական տեխնիկա է դա, ինչ որ տենց վայնի, զինամթերք է ինչ որ բան, բայց չէ, Ֆայասի բոմբերն են։ Հիմա գնանք մի քիչ ավելի բոմբաշատ մեր տարածքով մեր շենքի մոտով չանցա, որովհետև այնտեղ ավելի հետաքրքիր էր, այնտեղ արդեն բեմ են դրել, այնտեղ այս գիշեր ամբողջ գիշեր պետք է այնտեղ համերգ լինի եւ այլն, բայց տեղեկա։ Այնտեղ քիչ անցա, որովհետև այնտեղ ծանոթներ որ շատ կան։ Դե ես է գիտեք որտես չեմ ուզում շատ երևամ։ Չտենան էլի այդ պահերը, չնայած արդեն համարյա բոլորն էլ գիտեն որ նկարում ենք, բայց ամեն դեպքում մի խոսքով մի բարկյան ֆոկուսից փախել ենք ոնց որ եկանք տեղ ընկանք։ Ինչ է ուզում ասել, տարբեր երկրներից, տարբեր քաղաքներից գալիս են Ֆայասը տեսնելու, Ֆայասը տոնելու, Ֆայասին մասնակցելու, բայց ինչա կատարվում։ Հենց վալենսիացիները հիմնականում շատ հայեր գիտեմ, օրինակ այսօր մեր ընկերներից մեկին զանգեցի, ասես դուս ենք եկել մինչև ամսի 19-ը Վալենսիայից դուս ենք եկել։ Ասեցի բախի, ասեց փախել ենք Ֆայասից։ Ու ինքան հասկանալի է, որ ստեղից շատերն են փախնում այս օրին, որովհետև շատ այս Ֆայասը կամ պետքա շատ սիրես, կամ պետքա ոչ թե չսիրես, այլ ատես Ֆայասը, որովհետև եթե մարդ ես, աղմուկ ես, դիսկոտեկաներ ես, գիշերային համերգներ ես, բոմբերը չի սիրում, այսքան նայեք, փողոցները սաղ փակ, մեքենաներով չես կարող ինչ-որ տեղ գնաս։ Նայեք, այս փողոցը փակ է, 4 կողմը փակ է, մեքենայով ինչ-որ տեղ ես գնաս, գաս, ուզում ես գաս, մտնես քո բակում կայանես մեքենատ։ Չի ստացվում, անհնար է, պետք է հեռու ինչ-որ տեղ կայանես, բայց Վալենսիայում ամեն տեղ փակ է։ Գործերն էլ հարամ լինում, նայեք։
Մարդիկ աշխատանքի չեն կամ դուրս գան առավոտները մեքենայով, շատ մարդիկ մեքենաները կանգնացնում են մինչև ֆայասը վերջանա։ Ես չեմ ուզում շատ մոտիկ գնամ, բայց դուք մոտավորապես պատկերացրեք ինչա կատարվում նայեք։ Որտեւ երաժշտությունը այնտեղ ինձ հաստատ բլոկելու են։ Լավ, եկեք սենց տեսակ։ Լավ, եկեք գնանք երաժշտությունը կփոխենք, ես բայն ձեն չեմ անի, ուղղակի կխայլենք, հետո երաժշտությունը կփոխենք, որ չբլոկվենք։ Անցանք լավ էր, երաժշտություն չկար, նայեք մարդիկ ովքեր ես կապույտ ֆորմաներով են, ես բակի, ես տարածքի ֆայերոնն են ու իրանք են ծեփել ես արձանը, իրանք են ես արձանի հեղինակը, չգիտեմ ինչքան ժամանակ են կառուցել ես արձանը, բայց անցած տարի ավելի վատն էր, անցած տարի շատ վատն էր այս արձանը, այս տարածքի արձանը հիմի ուղղակի վատն է, անցած տարի բայց շատ վատն էր, լավ, անցնենք առաջանանք, իստում այս թողը համար մեկը ումա պաթաթվում, վրա համարը մի քիչ առաջ գնանք, նայեք միշտ արձաններ ունենում են միացնես մեծ տարբերակ, մեկ ես փոքր, կարծենեք ինչու, դուք կարծենեք ինչու, չգիտեմ ժողովուրդ, ես չգիտեմ, նայեք ստեղել է համերգային բան պատրաստվում, տեսեք, ստեղել են բեմ դրե, ստեղից մի կիլոմետր չէ, մի 600 մետր են կոմ, էլի բեմ են դրե, պատկերացրեք նայեք, մի պուլտով, բանով, տեսեք, մարդիկ ստե արդեն Պարապն սաղ գիշեր էսօր, սաղ գիշեր սենց բան լինելու, մարդիկ ուրախանալու են, խմելու են, տոնելու են, իսկ մենք էլ արանքում որտեղ չեն կարնալու քնել։ Որտեղ գնանք, որ հատվածը գնանք, այս նույն բանն է տեղի ունենում, նույն բանն է, էլի համերգներ, նայեք, ես չեմ տեսել Իսպանիայում, Իսպանիայում կաղա տոներ կա, ես դեռ չեմ տեսել, բայց լավ, Վալենսիայի մասին խոսանք, Վալենսիայում ես չեմ տեսել ինչ-որ մի տոն, որ այս մասշտաբի և ծախ սարվի և այս մասշտաբի մարդ մասնակցի։ Այս տոնակատարությանը նոր տարուն ամանորին եթե դուք հիշում եք ժողովուրդ, նայեք, այս մարդկանց պատուանների տակ, այս բեմն է ու մարդիկ ապրում ես թե հնարավոր չի քնել այս շենքի ժողովուրդը չի կարող քնել ուղղակի ժողովուրդ։ Եթե հիշում եք ամանորին մենք պտտվել ենք սա քաղաքով մեկ մանենկեկ է նաև կենտրոնում։ Կենտրոնից ոտը դնում էիր դուրս, մոռանում էիր, որ ամանոր է, ոչ մի լույս, սենց շատ հազվագիտ, սենց հազվագյուտ ինչ-որ տեղ էր, սենց լույս էր, սենց լիներ կամ չլիներ, սենց մերկ տոնածառներ բան, չէ, ստեղ փողոց չկա, ֆայասի ժամանակ, փողոց չկա, որ լուսավորված չլինի, այսինքն եթե դուք ուզում եք Վալենսիա գաք ինչ-որ մի օր, և երբ որ տոն է, կարակ գաք ֆայասի օրերին, ավելի լավ տոնի ժամանակ չեք կարակ գաք, ոչ ամանորն է, ամանորի ժամանակ է սենց տոնվում, ոչ էլ ինչ-որ ուրիշ օր, մարդիկ դեր ներկում են արձանները,
հասկացանք, այս տարածքը սարքել են հատուկ նրա համար, որ երեխեքը բոմբեր գցեն։ Իմ տղեն է հենց այս պահին մի ящик բոմբ ունի ու ինչ-որ միտեղ բոմբում է։ Մեկ-մեկ սենց արանքում ես փոքր բոմբիկների արանքում մեկ-մեկ այնպես բոմբեր են բերում ժողովուրդ։ Ես ձեզ ասում եմ կարող այդ պահին կարող եք չպատկերացնեք, բայց շատ ուժեղ են։ Երբ որ գիտես որտեղ է բոմբը տրաքելու, այդքան բան չի, բայց որտեղ տրաքվում է ու դու չես իմանում։ Այդքան էլ լավ չի, այդքան էլ լավ պրոցես չի։ Խոսքով մենք հեսա հասնենք մի պա եթե հասնենք մեր թաղամասում, մեր շենքերի մոտ տեղեր կամ վրաններ են դրած, հենց մենք մեր այդ շքամուտքից դուրս են գալիս, պատիեզդից դուրս են գալիս, հենց դիմացը դրված է մեծ վրան, պալատկա, նայեք մեր հայերեն եմ ասում, այդ ռուսերը, դրված է վրան, ու վրանի մեջ քեֆ ուրախություն է ու ամբողջ գիշեր։ Պատկերացրիք։ Վայասի վերջում արդեն զզվում ես այս բոմբերից, այս ձեներից։ Ես ասում եմ մարդիկ որ փախնում են այս օրերին, նայեք մեքենաները չեն կարող կանգնելու տեղ չկա, որտեղ ասես կարան կանգնեն, որտեղ այս օրերին մեքենաների այդ պարկինգի տեղերը կրճատվել են երևի մի 10 անգամ, նայեք ոնց են կանգնել։ Ստեղ որ ոչ մի անգամ չի թույլ տվել մեքենա կանգնի, տեղը չկա, ինքը գծանշված չի, բայց դե որ տեղ չկա մարդիկ ինչ անեն։ Նայեք դուրս են եկել մայթերի վրա են կանգնել արդեն։ Եթե սա լիներ, ենթադրենք մի շաբաթ կամ մի քանի օր ես կհասկանայի, բայց 20 օր ժողովուրդ, 20 օր նայեք ով որտեղ հասցնի, ոնց հասցնի մեքենան կանգնել է ու չեն տուգանի բնականաբար, որովհետև բա ինչ անեն այդքան մեքենան որտեղ կանգնեն, դրա համար այսքանի օրը մարդիկ ըմբռնումով են մոտենում, չեն կարա ուրիշ ձև մոտենան, որովհետև չեն կարա տուգանեն այս մեքենաներին, որովհետև այ քեզ բան էլի, մարդիկ շորտեղ պետք է կանգնեն, թե չէ, փողոցները փակ են, որտեղ որ մեքենաներ էին կանգնում առաջ, այստեղ էլ են, որտեղ որ մեքենաներ էին կանգնում առաջ, այդտեղ վրաններ են ես բան։ Նայեք, բոմբերը գցում են հենց այս սուպերմարկետի պարկինգի մեջ, որ ձենը ավելի լավ լինի, ավելի ասենք մարդուն այդ դուխովկեն պետք չի իրան այդ վրի ռուշկենա պետք մենակ այդ ուզում հանի Այդ դեն մեկ հերվում լուսավորությունը այդ հենց այդ շրջանն է մեր, որի մասին որ խոսում էի Լավ, այնտեղ էլ նույն բանն է լինելու, շատ բան չի լինելու ցույց տալու Այսօր առավոտը մի քիչ ցուրտ էր, եղանակից երկու բառ ասեմ, որտեղ սկզբից չասեցի Առավոտը մի քիչ ցուրտ էր, բայց կամաց օրերը սկսում են տաքանալ Ամեն օր այդ եմ ասում առավոտը ցուրտ էր, բայց սկսում են տաքանալ, բայց էլի մյուս օրը ցուրտ է լինում Բայց հույսով ենք, որ կտաքանա ու կտաքանա Ինչ ասեմ, լավ մնացեք, ժողովուրդ ջան, լավ եղեք, բաժանորդագրվեք, տարածեք,
Մարդկանց խորհուրդ տվեք, sense գնացեք լուրջ դեմքով խորհուրդ տվեք իմ ալիքը։ Մինչև տենանք ինչ ա լինում։ Լավ եղեք, հաջողություն։ Կհանդիպենք վաղը։ Մի վարքյան մատ մի պակը մտնենք լավ, մեր մոտ նոր հաջողություն կասենք։ Եկել հասել ենք ստեղ։ Այս տարի մեր մոտի արձանը շատ փոքր է, ես հիշում եմ առաջի տարին, որ եկել էինք, արձան այս շենքի կես բոյին էր, այսինքն, այս շենքը որ կա, այս սպիտակ, այս արձանը, որ հիմա այսքան է, շենքի կես բոյին էր, այսինքն մեծ երկար արձան էր, ու երբ որ վառում էին այդ արձանը, վառելու օրը հրշեջներ եկել էին ու ջուր էին լցնում այդ, ջուր էին ցանում այդ շենքերի մոտիկ գտնվող շենքերի ապակիներին, որ տաքությունից չտրակեն։ Իսկ հիմա այդքան մեծ չի։ Հիմա այդքան էլ մեծ չի։ Ստեղ էլի չուրոսի արտադրամասերն է։ Սա մի բան մեր արձանն էլ ցույց տանք չլինի հանգարց ամենտեղ ցույց տվեցինք մեր մոտ ցույց չտվեցինք, ասել մեր արձանը։ Հետևում էլ բեմն է, նայեք այս սևը։ Լավ եղեք, լավ մնացեք, վաղը խոսանք, հաջողություն։